ասում եք Բագրատ Սրբազանի ակցիաներն եք, որն էլ անցած տարի էր եղել, իսկ այն ամենասկզբից ասածս չլսեցի։ Ասացիք Աջապահյանի հայտարարությունը։ Ասացի, որ մարդիկ մտնում են մի դաշտ եւ փորձում են այնտեղ լինել եկեղեցականներ որոշ, նախ եկեղեցին ունի բազմաթիվ պարկեշտ եւ հարգանքի արժանի մարդիկ հենց ներսում։ Ես այդ մարդկանց անունները, եթե պետք է լինի, նույնիսկ կբարձրաձայնեմ, թող պատասխանեմ, հարց ես տվել, մի ընդհատի, թող պատասխանեմ։ Երկրորդը, տարանջատեք եկեղեցին եւ հայ առաքելական սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեններին եւ որոշ եկեղեցական կանոնները խախտած մարդկանց։ Դրանք տարբեր բան են։ Այսօր շատ դրատվականներ գրում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, ես եւ իմ բոլոր ընկերները առաջինն են կանգնած այդ որպես պաշտպան։ Անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը իդեպ մեղ կա, անհատը ու եկեղեցին ենք տարբեր բաներ են։ Ինչ որ մարդիկ ասում են ես ես ինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի, դու ով ես որ հայ առաքելական եկեղեցու հետևորդին չթողես, մտնի ինքը եկեղեցի։ Դու ծառա ես։ Իրանք սուս մնա, չկգնամ հենց հիմա, եթե մյուս անգամ ընդհատեցիր։ Այդ մարդիկ ծառաներ են, իրանք պետքա ծառայեն այն մարդկանց, ովքեր որ հավատացել, իրանք ծառա են, ծառայից բացի իրանք ոչ մեկ են անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ունեն, Երևանի կենտրոնում Էջմիածնում ինչքան գույք ունեն, իշխանության մասին շատ բան են ասում, այսօր իշխանության դեմ մի այլ կարգի պատերազմ է գնում, այդ պատերազմը հիբրիդային ավելի է շատանալու, հիմա չես ընդհատում, այլևս քո հարցերին չեմ պատասխանելու, այո ասում են եւ ես եւ վարչապետը եւ մյուսները, երբ որ ասում են, որ մենք ինչ որտեղ վիլլա ունենք, շենքեր ենք կառուցում, գնում ենք այդ ամեն ինչի հետևից եւ ի ցույց ենք դնում, որ դա հերթական սուտն է եւ կոչ եմ անում շարունակել յուրաքանչյուր այն մարդը, որ տենց բան ասելու, ես վստահեցնում եմ, գալու ենք այդ մարդկանց հետևից, ձեր հետ լրագրողների հետ։ Պարոն Սիմոնյան, հիմա Փաշինյանը ամեն օր պետք է գրառում անի, ասի։ Բայց երկուսով ես չեմ կարող։ Մտածքելի է, պետք է պարզաբանի, ամեն օր այդ հարցադրումը պիտի հնչի եւ չկա պարզաբանում։ Ինչ է հետևելու, ինչ է կանելու հետո։ Հետ է ասում, մի հատ հասկանանք այդ մարդիկ, բացի ինչ է կանելու։ Պետք է պատասխանեն ինձ թվում, եթե իրանք չպատասխանեն, կարծում եմ մենք կպատասխանենք։ Չգիտեմ։ Ինչ դրսև, այսինքն կաթողիկոսին կստիպեք ճնշումներով հանրային հրաժարական տալ, դուրս գալ, որովհետև ասում են, որ ձեր հեռահար նպատակը հենց օրենսդրական փոփոխություն անել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ինչ պետք է անեմ, ինքը բա ինչ պետք է անի, ուզում հասկանամ։ Դուք գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դրանք ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։ Անգլիայի թագավորներից մեկը դրա պատճառով հեռացել է, էլի մարդիկ են հեռացել հայտնի մարդիկ, բայց ինչ պետք է հեռանա։ Էլի խնդրում եմ պարոն մի հարց։ Ասա կարող Այս աշխարհը կապ ունի, այսպես շատ զուգահեռ սկսվեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, երբ մեղադրեց հայրաքելական եկեղեցուն, Էջմիածինը գրեթե համարեց այսպես իրենց հոգևոր կենտրոն, եւ այս ֆոնից սկսվեց լուրջ նորից, կարելի ասել, երկրորդ փուլը հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Սրանք ուղիղ կապ ունեն։ Կարինե ջան, տեսեք։ Կաթողիկոսի մասնակցությամբ արցախահայերի Ես չգիտեմ, երեխան ինչի հետ կապ ունի, մեկ։ Երկրորդը մենք չենք հետևում որևիցե մեկի երեխան ունի զավակ, թե չունի զավակ կաթողիկոսը։
եւ մենք չենք հետևում նման բաներին եւ ես հասկանում եմ որ Ռոբերտ Քոչարյանական շրջանակները փորձում են ամեն ինչ բան գտնել, բացատրություն գտնել, այդ Facebook-ում տարբեր բաներ գրել եւ փորձում են այսօր վարչապետը շատ ճիշտ նկատեց, որ փորձում են, երբ որ արդեն ապացուցված գրեթե փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, իրանք փորձում են մնացածին էլ կաշառակեր սարքեն, որ որևիցե ձևով չտարբերվեն եւ փորձում են այդպես բան ստեղծել։ Նման բան չկա, չի կարող լինել եւ դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց զառանցանքն է, որին ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ, էլի։ Ասում են Ալբանիայում արիերի հետախուզակցության ժամանակ է պայմանավորվածություն եղել նաև Արցախի հետ կապված։ Այդ ասողները սեղանի տակ են եղել։ Այդ տեղեկությունները տարածողը սեղանի տակ են եղել ուրեմն։ Գնացեք իրենց հարցը։ Ասում եմ, որ այդ մարդիկ, ովքեր որ փորձում են նման բան ասել, սեղանի տակ են եղել եւ միայն այդ դեպքում կարող են նման բան ասել։ Ղարաբաղի Հայաստանում որևիցե Ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է անվանել ինչ որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել, հակառակ պարագայում ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա պետություն է եւ պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևիցե մեկի կողմից եւ չի կարող։ Պարոն Սիմոնյան, արդյոք իշխանությունները ոչ մենք կրված ենք իրար հետ։ Բայց արդյոք տեղավորվում է։ Լուրջ ընդունեցիր, գնացիր շփոթ։ Կտաս, սպասի։ Լսում եմ, չեմ գնում, ստեղ եմ լսում եմ։ Սպասում եմ ավարտեցի։ Արդյոք իշխանությունները սարսափած են վերջին հարցումների տվյալից, որտեղ եկեղեցին համեմատ բարձր վարկանիշ ունի շուրջ 71%, իսկ իշխանությունը հակառակ թվերը 17% եւ դրա հետ կապված արդեն այս դիվերսիան սկսել է։ Այսինքն ընդունում ենք, որ եկեղեցին քաղաքական կառույց է եւ քաղաքական իշխանությունը պետք է այլ քաղաքական կառույցից սարսափի մեջ։ Ժողովուրդ, եկեղեցին ինձ որ հարցնեն, ինձ էլ որ այդ հարցումին, ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահում եմ մեր եկեղեցուն եւ չեմ վստահում օրինակ այլ եկեղեցու բանին։ Հարցումը լավ, ուզում հասկանամ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջել է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ որ մարդիկ փորձում են տենց համեմատականներ անել։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Այդ ձեր ասածը հենց լեզվա մտածելակերպ է, այսինքն դուք համարում եք, որ ինքը կարող քաղաքական Չէ, ուղղակի դուք հանրային այդ բանը կարող չեք հաշտ չեք, որ կամ կառույց, որ դեստից ավելի չի կարող, որտեվ այդ եկեղեցու հետևորդը ես եմ եւ քաղաքացիական պայմանագրի ընտրողը եւ չգիտեմ մնացած կուսակցությունների ընտրողները նույնպես հայ առաքելական եկեղեցին համարում են ամենակարևոր կառույցը, բայց նորից եմ ասում, հայ առաքելական եկեղեցին եւ անհատները դրանք տարբեր Լյուդովիկոս 14-ը չի եղել պետությունը դա ես եմ կամ եկեղեցին դա ես եմ ժողովուրդ այդ մարդիկ կամ այդ մարդկանց մեջ կան մարդիկ նորից եմ ասում մոռացել են իրանք ծառաներ են այդ եկեղեցականները ում մասին որ խոսում ենք ես դեռ անուն չեք դե հիմա ուզում եք անունները տամ այդ սա ես անեմ չէ ցախ անունները բոլորը գիտեք դուք եք մտել մարդկանց ննջարան բոլորը ես որևիցե մեկի ննջարան չեմ մտել որևիցե մեկի ննջարան չեմ հոգևոր կառույցի մասին ենք խոսում եւ կառույցի մասին որտեղ որ կոնկրետ կանոններ գոյություն ունեն եւ այդ կանոնները խախտվում են որևիցե մեկը որևիցե մեկի ննջարան չի մտել եւ իրավունք չունի